Առաջիկա 5 տարիների ընթացքում բնակչության թվի ինչ աճ է կանխատեսում մեր կառավարությունը եւ դրա մեջ հայրենադարձության աճ 9% ինչքան է լինելու, հաշվի առնելով որ դուք երեք դրա մասին նաեւ խոսացել եք, ինչ ծրագրեր է նախատեսում կառավարությունը, որպեսզի հայրենադարձությունը խթանի, ասինքն ոչ թե անհատ մարդիկ արձագանքելով ձեր կոչին կան Հայաստան, որպեսզի պաշտոններ զբաղեցնեն, այլ եթե ասենք իմանան, որ բնակարանային ապահովման, աշխատատեղերի հարցեր լուծվել է, այդ խնդիրները ինչ են առնչվի, կուզենան ընտանիքներով վերադառնալ։ Երկրորդը կառավարության ծրագրում նշված է, որ միկրոձեռնարկատիրության շեմը առնվազն կրկնակի պետք է բարձրացնել, ես այնտեղ չգտա որ թվականից է դա լինելու եւ որ թվի մասն է խոսքը։ Ինչի շեմը։ Միկրոձեռնարկատիրության շեմը, հարկման շեմը։ 24 միլիոնը դառնալու է 58 միլիոն, թե 60 միլիոն, որ թվականից եք դա նախատեսում ու երբ որ ներդրվի, ինչ պայմաններով է դա ներդրվելու, ինչ է լինելու շրջանառության հարկի ճակատագիրը, հրաժարվում ենք, չենք հրաժարվում, որ թվից ենք հրաժարվում եւ եթե կարելի գործընկերոջս հարցողակի ճշտեմ, դուք նշեցիք, որ դատա կենտրոնների զարգացման հետ մենք կարող պետք է վերանայենք մեր էներգետիկ ռազմավարությունը եւ միգուցե պահ լինի, որ մենք էներգետիկ դեֆիցիտի խնդիր ունենանք, արդյոք դա նշանակում է, որ կառավարությունը կարող է ինչ-որ մի կետի հրաժարվել այն գաղափարից, որ նախկինում ասում էր, որ նոր ատոմականի կառուցման համար նախընտրելի է փոքր մոդուլային ռեակտորների շինարարության տարբերակը։ Կարող է դրանից հրաժարվի Հայաստանը եւ գնա ավելի մեծ հզորություններ։ Շնորհակալություն։ Գիտեք, այդ կադրային բանկի հետ կապված ձեր հարցը ավելի ամրապնդեց տպավորություն, որ որոշակի շփոթ կա։ Այնպես չի, որ մարդիկ բոլորը բանից են, արտերկրից են գալիս։ Նշանակված մարդկանց, այս պահին արդեն նշանակված մարդկանց առնվազն մեծ մասը արդեն մի քանի տարի ապրում եւ գործում է Հայաստանում։ Այսինքն իհարկե կան մարդիկ, որ կգան եւ կնշանակվեն, բայց գոնե այս պահի դրությամբ, եթե սենց հիշողությամբ մոտավորապես հաշվեմ, 80 եւ ավելի տոկոսը մարդիկ են, որ ապրում են առնվազն մի քանի տարի կամ միշտ էլ ապրել են Հայաստանում, ուսումնառության նպատակով գնացել եկել են։ Այսինքն այդ նյուանսը բան է, ճիշտ չի ընկալում։ Բայց այդ մարդկանց մի հսկա մասը իրանք ապրում են Հայաստանում։ Ասենք մարդկան նույնիսկ պետական կառավարման համակարգում աշխատում է։ Հիմա այսօր անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար եմ նշանակել այդ տրամաբանությամբ, ինքը նախագահի աշխատակազմում է աշխատում արդեն մի քանի տարի։ Եվ մյուսներն էլ էլի մարդիկ, որոնք պետական համակարգում են աշխատում կամ մասնավոր համակարգում են աշխատում, նկատի ունեմ այդ տպավորությունը, թե բոլորը նոր 3-4 առաջի օրն են եկել Հայաստան, այդպիսի բան չկա։ Միջև հիմա նշանակված բոլորը, եթե չեմ սխալվում, բոլորը արդեն տարիներով Հայաստանում են ապրում, երկար տարիներ Հայաստանում են ապրում։ Հարկման շեմը պլանը 2027-ի հունվարի 1-ից է։ Ասենք ես խնդիրը այդպես եմ առաջադրել, հույս ունեմ կհասցնենք անենք։ Այսինքն հնարավորինս շուրջ ժամկետն չի, որ տենց գրել ենք 2031 թվի մայիսից ենք անելու։ Հնարավորինս շուտ իմ առաջադրած խնդիրը, որ ես դրել եմ 27 թվի հունվարի 1-ից։ Ատոմային կայանի հետ կապված, գիտեք, ես հարցին ընդհանուր կարող եմ պատասխանել, որ մենք պետք է հաշվարկենք արհեստական բանականության գործարանների զարգացման պլանավորված տեմպը եւ մեր էներգետիկ կարողությունների զարգացման տեմպը եւ համադրենք իրար հետ եւ պետք է մենք ապահովենք էլեկտրաէներգիան։ Պլյուս պետք է նաեւ մենք արձանագրենք, որ նաեւ արտահանումն է էլեկտրաէներգիայի մեր պլանների մեջ մտնում։ Այս շատ կարևոր նրբություն է, որովհետեւ էլեկտրաէներգիայի արտահանումը շատ հեռանկարային ուղղություն է մեզ համար եւ մենք դա պետք է զարգացնենք, մանավանդ արևային էներգիայի մեր պաշարները շատ մեծ են եւ մենք պետք է անպայման այդ ուղղությունը զարգացնենք։ Եվ նախկինում էլ մեր տրամաբանությունը եղել այն, որ մեծ մասը, մի հիմնական մասը մենք պետք է արտահանենք։ Բայց հիմա մենք հասկանում ենք, որ էլի ուզում ենք շատ արտահանել, բայց մենք հասկանում ենք, որ շատ պետք է լինելու նաեւ Հայաստանի ներսում։ Եվ հետևաբար պետք է ճկուն լինենք, հասկանանք ինչ ուղղությամբ գնանք։ Չեմ բացառում ոչ։
դա հրաժարվում եք չեք հրաժարվում Ինչի՞ց։ շրջանառության հարկից, Շրջանառության հարկից հիմա չենք հրաժարվում, բայց պետք է իր հետագա ճակատագրի մասին մտածենք։ Չեմ կարող ասել։ Կքննարկենք այդ թվում ոլորտի հետ։ Հայրենադարձ ծրագիրը, որ մենք ուզում ենք խթանել, հայրենադարձությունը կոչվում է խաղաղություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։